պետությունը խոչընդոտում է, որ իր քաղաքացիները ստանան ավելի մատչելի գնով էլեկտրաէներգիա։ Այս տարվա հունիս ամսվա ընթացքում, հունիս ամսվա սկզբներին, եթե չեմ սխալվում, երբ դեռ Սամվել Կարապետյանի ազատության մեջ էր, Սամվել Կարապետյանը երբ ազատության մեջ էր, եղել է դիմում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, խնդրանքով, որ եղել է կորուստների նվազում, որի պատճառով առաջացել են հավելյալ միջոցներ եւ եղել է առաջարկ վերանայել բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը, որին հաջորդում է Սամվել Կարապետյանի կալանավորման փաստը, հանձնաժողովը մերժում է սակագնի վերանայումը։